587-ի վրա։ Կոչի տեղը։ 8 7 իրեք։ Հիմա ես գնայեմ։ Կամին ես մնա։ Հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Թուրքական ազգերի կամ ազգի էթնոգենեզը դեռ չի ավարտվել։ Իրանք անջատ են։ Ի սկզբանե են անջատ եղել, հիմա են անջատ։ Թուրքերն էլ բազմաթիվ, ասենք, ցեղերի ներկայացուցիչներն են օսմանները, եւ մեր կասպյան թուրքերն էլ բազմաթիվ ցեղերի ներկայացուցիչներ են։ Դրանք ովքեր որ ինչ-որ ցեղային պատկանելիություն չունեն, ասենք, չեն պատկանում Ավշար ցեղին, որը համ Թուրքիայում կա, համ Պարսկաստանում, համ մի քիչ Ադրբեջանում, կամ այդ ասխեր, ասկեմեր, այդ մեսխեցինցիները, որոնք Թուրքիայում, Վրաստանում կային, կամ Բորչալու թուրքերը, որոնք համ Վրաստանում, համ Ադրբեջանում, իրանք բոլորը անջատ են, իրանք միազգ չեն դառել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն կարա իրանց արմատները տանեն թուրքական ինչ-որ կառափափաղ ցեղին կամ Ախմեդլու ցեղին, իրանք ռենեգատների ժառանգներ են, իրանք այն մարդկանց ժառանգ են, որոնք վաղտին թուրք չեն եղել, բայց ինչ-ինչ պատճառներով, լինելով ստոր մարդիկ, ազգությամբ ծագումով ավելի շուտ, ոչ թե ազգությամբ հայ, լեզգին, թալիշ լինելով կամ հույն լինելով Օսմանյան Թուրքիայում, իրանք թուրքացել են։ Այդ մարդիկ ստոր մարդկանց ժառանգներ են, իրանք իրական թուրք էլ չեն։ Իրական թուրքերի հետ լեզու գտնել հնարավոր էր։ Ամենայն դեպս երկու թուրքական ցեղի հետ մենք լեզու գտել էինք։ Լեզու գտել էինք Շախսևենների հետ, Զանգիլանի հատվածում, եւ լեզու գտել էինք Ղազախի որոշ թուրքերի հետ, որոնք այրում ցեղ էին կոչվում։ Իրանք մեզի շատ էին օգնում։ Օգնում էին իրանց ցեղային շահերը առաջ տանելով բնականը։ Ոչ թե այնքան ստոր էին, որ ցեղով դավաճանում էին թուրք ազգը, ոչ, իրանց ցեղային պատկանելությունը իրանց համար ավելի կարևոր էր, քան այդ ազգային պատկանելությունը, որը որ իրանք չունեն էլ։ Դրա պատճառով իրանց ցեղային առաջնորդները համագործակցում էին մեր հետ։ Նույնը անում էր Ալիևան, լինելով Նախճիվանի Գերագույն խորհրդի նախագահ, լինելով ծագումով քուրդ, մենտալից հետո օսման թուրք, ինքը առաջ էր տանում այդ նախճիվանցիների կամ Ադրբեջանի Հանրապետությունում եռած կոչվածների, ասենք, շահերը առաջ եւ մեր հետ այնց թղթի վրա չստորագրված պայմանավորվածություն ուներ, որ մենք Նախճիվանին չենք խփում, ու իրանք մեզի մեջքից չեն խփում։ Զարմանալի չի, որ 350,000 բնակչություն ունեցող Նախճիվանը 250,000-անոց Սյունիքի մեջքին չխփեց։ Այն ժամանակ, երբ որ սա սովետական բանակի հզորությունը, ներքին գործերի նախարարության հզորությունը իօքուտ թուրքերի էր աշխատում։ Դա բացադրվում է միայն այն բանով, որ Նախճիվանի քրդերը, Նախճիվանում ապրող շախսևենները եւ ավշարները մեր հետ մտան համագործակցության մեջ։ Նույնը մեր հետ մտան համագործակցության մեջ այրումները Հյուսիսում եւ շախսևենները Զանգիլանում։ Ու այդին դրանից չի էլի եմ ասում, որ իրանք դավաճան են, ոչ, իրանք դավաճան չեն։ Ուղղակի իրանք ազգի, ազգության կամ այդ ցեղի շահերը պաշտպանելով չէին ուզում զոհաբերվեին հանուն ինչ որ սուտի Մոգոնովի Ադրբեջանը հասկացողության համար։ Այրում ցեղի հետ մենք շատ լուրջ էինք համագործակցում, իրանք մեզ օգնում էին, իրանք որոշակի տարաձայնություններ ունեին կառափափախների հետ, Կարապապախ իրանց կողքներ բնակվում, այդ Տարեկեմեն ցեղի հետ, մեզ հաճախ, ոչ թե հաճախ, այլ մշտապես տեղյակ էին պահում Հայաստանի հյուսիսում ցանկացած գործողությունների մասին, որոնք նախաձեռնվում էին Ադրբեջանական Հանրապետության այդ տարածքում ապրող խուժանի կողմից, որ Հայաստանի դեմ ուղղված հյուսիսում։ Այդ ամեն ինչը բերում էր դրան, որ հյուսիսի սահմանը բավականին ապահովված էր, հենց այրում ցեղի հետ համագործակցելու հաշվին։ Երբ որ 96 թվականին կարծեմ, այրում բնակավայրը Հայաստանում հարց բարձրացվեց դեռոնց խոսակցության մակարդակով անվանափոխելու, Վազգեն Սարգսյանը գիտակցելով այրում ցեղի լուման Հայաստանի պաշտպանության մեջ, հենց կտրուկ արմատախիլ արեց այդ խոսակցությունները եւ մենք միջև հիմա ունենք բնակավայր այրում։ Այդ ամեն ինչը Վազգենը արել էր ի շնորհակալություն այն ցեղին, որը մեր հետ հյուսիսում համագործակցում էր։ 90 թվականի օգոստոսին մի մեծ սեպ մտավ մեր ու
այրումների մեջ, երբ որ Հաբի, Տիգրան Մեծի եւ կարծեմ Սասունցի Դավիթի արդեն չեմ հիշում, ջոկատները հարձակվեցին հենց այրում ցեղերի գյուղերի վրա։ Դա ոսկեպարի դիմաց աքսիպարաներ Աշագի, Մազամլուն եւ Բաղանի Սայրումը։ Այդ հարձակումը մեծ սեփ խփեց մեր մեջ, ինչ որտեղ մենք կորցրեցինք Դավերյան այդ ցեղը մեզ արդեն այդքան չէր վստահում։ Արդյունքում լավ տղաներ զոհվեցին, Հաբի տղեկից Ռեմբոն շատ լավ տղա էր, ես իր այդ մի անգամ եմ հանդիպել, ափսոս, բայց այդ չմտածված գործողությունը չհրահանգված կենտրոնական հրամանատարության կողմից, իսկ այդ ժամանակ կենտրոնական հրամանատարությունը իրականացնում էր Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողով, որի նախագահ Վազգեն Սարգսյանն էր։ Վերես դրան, որ այրում ցեղը մեր հետ արդեն համագործակցում էր մասամբ։ Իր տարածքից թույլ չէր տալի ակտիվ գործողություն, բայց չէր լրտեսում մեր համար կողքի ցեղերի տարածքում։ Այդ բանը տեղի ունեցավ, ինչը հետագայում արդեն վերես դրան, որ սկսեցին նաև քիչ-քիչ իրանք ակտիվանալ, չդիմադրել Բաքվից եկած էմիսարներին, հարձակումները մեր գյուղերի վրա շատացավ այրում ցեղերի կողմից։ Այդ ամեն ինչը բերեց դրան, որ մենք էլ հարձակվեցինք։ Մենք որպես իրանց դաս գրավեցինք Ղզլ Հաջի գյուղը, Ջողազ ջրամբարի կողքին։ Պահեցինք 2 օր եւ հետ քաշվանք։ Ոչ թե թուրք ազատեց մեզանից այդ գյուղը։ Մենք այդ գյուղով ցույց տվեցինք, որ եկեք էլի համագործակցենք։ Այրում ցեղը այդ ամեն ինչը լավ հասկացավ ու մեր հետ համագործակցում էր դրանից հետո էլ, բայց արդեն այդ առաջավա Դավերյան, որը ձևավորվել էր 90 թվականի սկզբին ձմռանը, Դավերյան ցավոք սրտի չմտածված գործողությունների պատճառով Հաբի առաջնորդ Ռազմիկը Վասիլյան, որին ես ի դեպ շատ հարգում եմ, լինելով անտեղյակ այդ մեր համագործակցությունից, ինքը պլանավորեց այդ հարձակումը Աքսիպարայի եւ մյուս այրում ցեղի գյուղերի վրա։ Լինում է այդպես բան, երբ որ աշձեռը տեղյակ չի, որ ցաղձեռը ինչ անում, մեկ այդպես բաներ լինում են։ Իսկ այդ ժամանակ շատ բան նորմալ չէր կոորդինացվում։ Վերջը սովետական միություն էր, մենք իրավունք չունեինք բանակ ունենալու եւ բանակ որպես այդպեսի չունեինք, ունեինք ջոկատներ, որոնք կամ ենթարկվում էին կենտրոնական հրամանատարությանը, կամ հաշվի էին առնում կենտրոնական հրամանատարության հրամանները կամ կարծիքը, կամ բացարձակ չէին ենթարկվում։ Այդ դեպքերից հետո հասկանալով այն կործանարար ազդեցությունը Հյուսիսի համար այդ Հաբի գործողության, բերեց դրան, որ ռազմական այդ հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը այն ժամանակվա պարլամենտի առաջնորդների հետ միասին նախագահության որոշում ընդունեց Հաբը զինաթափել եւ իր ղեկավարությունը ձերբակալ։ Բացասական գործողություն էր, որովհետեւ կռվող տղաներ դժվեցին, բայց ունեցավ իր դրական արդյունքը։ Մենք դադարեցինք լինել տարանջատված իրարից, մենք դառանք բոլորս Հայաստանի ջոկատներ։ Արդեն շատ սիմվոլիկ էր։ Հաբի ջոկատ, Հեշեի ջոկատ, Տիգրան Մեծի ջոկատ, բոլորը ենթարկվում էին Հայաստանի միության պարլամենտին, Գերագույն խորհրդին։ Այդ բանով ինքը շատ դրական է։ 90 թվականի գարնանը հատուկ նշանակության խումբը բացի Ստեփանակերտի օպերացիայից հիմնականում զբաղված էր պատրաստություն, ձեռքեր բերում հանդերձանք, պարապմունքներ էր անցկացվում։ Մենք ստեղծեցինք Դիլիջանում մի բազա, որի հիման վրա հետագայում իմ տեղակալը Մաթեոսյան Լևոն հավաքեց Դիլիջանի ջոկատը։ Դե բնական է, սահմանի վրա եղած ցանկացած միջադեպ կամ այդ այրում ցեղի հետ ցանկացած հանդիպում արվում էր հատուկ նշանակության խմբի ապահովումով։ Ես ինքս աշխատում եմ իրանց հետ կոնտակտի մեջ չմտնել, չնայած 3 անգամ դիպված եմ եղել, անձամբ ես էլ իրանց հետ կոնտակտի մեջ մտնեմ։ Այդ մոտ կես տարի պատրաստվում էինք, պարապում էինք։ 90 թվականի գարնանն էլ դավաճանության թեմային վերադառնամ, ուրեմն 90 թվականի մայիսին փորձեցինք բռնենք մի սրիկայի, որը թուրքերի կողմից էր աշխատում մեր դեմ, տեղացիք անունը ասում էին Դավաճան Վալոդ։ Այդ իմադաշը ուրեմն մոտ 8-10 թուրքի հետ միասին կոնտրոլի տակ էր պահում Կրասնասերսկ Շամշադին այդ ճանապարհը, այդ ձորը, որտեղ ոչ մի բնակավայր չկա։ Փորձեցինք որսալ, մոտ 20-25 օր արդյունք չտվեց, չէինք հանդիպում։ Մի անգամ ծիծաղալու դեպք եղավ, դա երևի չպատմեմ։ Ինչի՞։ Այնքան սիրում դեպք չէր։ Ուրեմն ջոկատի տղաներին ես արդեն ուղարկել էի Երևան, ինքս վերջի պահին
որոշեցի մնամ մի քանի օր։ Այդ մի քանի օրվա մեջ հանդիպեցի ուրեմն այդ Դավաճան Վալոդի խումբը, բայց վախեցա կրակեմ։ Նախ չգիտեի ով էր իրանցից այդ Վալոդը։ Ես հաստատ բոլորին չէի հասցնի խփեի։ Երկրորդը իմ այդտեղ սաղ մնալու հարցը դառնում էր, ասենք, զրոյական էր էլի շանսերս։ Կարճ ասած վախեցա, չկրակեցի։ Իրանք մոտ 8 թե 9 հոգի էին, ես մենակ։ Այդ ոչ բան էլի, ինձ ոչ դրական նկարագրող մի դրվագ։ Բայց այդ մեր ջոկատի այդտեղ ֆռալը մեկ-մեկ բնականա դուրս էին գալի Շամշադինցի անասնապահներ կային, Կրասնասերսկի անասնապահեր կային, Արծվաշենի, իրանց հոդեկներին ընդ օբեկեն։ Կարճ ասած ինֆորմացիան թուրքերը արդեն ունեին, որ իրանց որսում ենք։ Այդ մեր այդտեղ ռուսերեն բարկա էլի, պոիսկը կամ փնտրել է այդ տականքին։ Բերեց դրան, որ իրանք դադարեցին ընդհանրապես այդ տարածք մտնել։ Չեմ կարծում վախեցան, երևի դրան զգուշանալով հետնել ինքը Իրանով իմաստ ունի մեջը տարածք էս երբ որ կոնտրոլի տակ պահում, բայց այս պահին կիրառական նշանակությունը չի երևում։ Թուրքը դադարեց ներս մտնել այդ տարածք։ Իր դրական արդյունքը ունեցավ այդ բանով, որ այդ թուրքական հետախուզական խումբը ոնց որ ասված տարվեց այդտեղից մենակ մեր ակտիվ փնտրելու արդյունքում։ Դիլիջանում բազան երբ որ հիմնեցինք, Դիլիջանի բազայում ոչ միայն մենք էինք պարապում եւ այն տղաները, ովքեր որ միացել էին հատուկ նշանակության խմբին, նաեւ Նիկոլ Դուման ջոկատը այդ ժամանակ ինքը կոչվում էր Միասնիկյանի ՀՇ-ի ջոկատ։ Այդտեղ պարապել են հոկտեմբերյանի տղաները, գառնիկներ, իրանց հրամանատարը, բայց ընդհանուր իրանք Ռուբոյի ջոկատից էին, որը ցավոք սողվեց Ղարաբաղում։ Նաև Միքայելի տղաները Հրազդանից։ Կարճ ասած, բազան ինքը շատ լավ տեղ էինք ընտրել։ Ինքը համ ուսումնական էր, համ դեպի սահման շատ կարճ տարածություն էր մնում հաղթահարել, եթե ինչ-որ դեպք էր լինում։ Թե Կրասնասերսկ, թե Իջևան, թե Նոյեմբերյան Դիլիջանից շատ ավելի հեշտ էր հասնել կամ Երևանից։ Դրա համար հետագայում այդտեղ ԱՏԿ-ներից մեկում այդ ավտոպարկ կոչվածներից մեկում տարածք վերցրեցինք։ Մի ժամանակ հետո MVD-ի շնանոց կար այդտեղ, այդ շնանոցը MVD-ից վերցրեցինք, կարելի ասել խլեցինք։ Այդ շնանոցի հետ կապված մի բան էլ ասեմ, ուրեմն դա պիտոմնիկ այդ Սաբաչի ինչ կար չկար, ամեն ինչ շան հետ կապված վերացրեցինք, բացի շների վոլյարներից։ Շան վոլյարները բավականին մեծ էին, մարդաբոյ մոտավորապես, այդ պահել էինք որպես գավվախտա, ու շատ հաճախ այդտեղ խմող դիլիջանցիներն էին հայտնվում, ու չհաշված մեկ-մեկ թուրքեր էին լինում։ Ուղղակի դիլիջանցի, քանի որ խմելու սեր ունեին, իրանք ավելի շուշուտ էին այնտեղ հայտնվում, քան մեր ձեռը թուրքեր են գնում։ Այդ խմելու դեմ պայքարի ձևերից մեկը այդ էր։ Մարդկար նեղանում էր դուրս էր գալի ջոկատի կազմից, մարդկար չէր նեղանում ու չէր խմում մի շաբաթ կամ մի ամիս։ Հետագայում 90 թվականը, երբ որ այդ խնդրեմը եղավ հաբի զինաթափման, մեր ջոկատը չմասնակցեց այդ process-ին, բացի երկու հոգուց մեր շտաբը Народный կոնտրոլի շենքում էր Մոսկովյանի վրա։ Այդ մենակ հերթապաներին վերցրեցին այդ օպերացիային մասնակցելու, մենք այդ ժամանակ դուրսն էինք։ Բայց այդ դեպքերը երբ որ եղավ, մենք շատ արագ վերադարձանք Հայաստան ու պարետային ժամ մցվեց Հայաստան մեր ուժերով, ոչ թե սովետական միությունը մցրեց, ու այդ շրջիկ պոստերի, ասենք պոստերից մեկի ղեկավարն էի ու այդ շրջիկ պոստը մեր հատուկ նշանակության խմբի ուժերով էր իրականացվում, նաև պարետային ժամի ապահովումն էինք անում Դիլիջանում ու հարակից տարածքներում։ Չէինք մոռանում իհարկե ուսումնական մեր վարժանքները, չէինք մոռանում մեր ինտենսիվ կապերը հարակից տարածքի մեր օգնականների հետ, ծագումով ոչ հայ։ Պատրաստվում էինք Ղարաբաղ մեկնելու։ Ղարաբաղում Տող գյուղը շատ ծանր վիճակում էր, ինքը մեծ հայկական գյուղ էր։ Երևակայի հին ժամանակ ես հաստատ չգիտեմ, բայց Դիզակի Մելիքության մայրաքաղաք երևի Տողն ա եղել, որտեղ ինքը հին գյուղ է եւ շատ մեծ։ Այդ Տողը երկու մասի էր բաժանված։ Կեսը մենք էինք, կեսը Դավաճան թուրքացած, ասենք, բնակչություն էր, որը որ բաղկացած էր թե սրիկաների ժառանգներից, որոնք հայ էին ժամանակ, հայկական ծագում էին, կամ թուրքացած պարսիկների ժառանգներ էին, Տողում բնակվող։ Այնտեղ մի քանի միջադեպ էր եղել, պետք է տեղափոխվեինք այնտեղ, դպրոցի տնօրենը Վիգենը Լուսահոգի մեզի պետք է այնտեղ տեղավորեր, բայց հետո Բերթաձորի հարցը առաջացավ։ Բերթաձորը մի
փոքրիկ ենթաշրջաներ, ինքը շրջան չէր, այլ ենթաշրջան, մի քանի գյուղ, դուրի շրջապատված, այդտեղ ուրեմն պետք է պատրաստեինք բազա ու այն ձևով ոնց որ Պրիբալտիկայում այդ մեծ Սպարտյան հանրապետություններում եւ արևմտյան Ուկրաինայում սովետի դեմ պայքարում էին անտառային եղբայրները, այդ մեթոդով մենք պետք է այդտեղ բազա դնենք ու պայքարենք թուրքերի եւ ինչի՞ չէ նաեւ թուրքամետ կամ թուրքացած գոնե գաղափարով սովետական զինվորականների դեմ։ Բազան հիմնելը հանձնարարվեց Վաղինակին, այդ ժամանակ մենք լավ գիտակցում էինք, որ մեզի սովետական գաղտնի ծառայությունները լավ հետևում են, շատ հաճախ տեղյակ են մենք ինչ ենք անում ու այդ որոշ գաղտնի հրամանները տրվում էր Բաղնիքում։ Այդու մենք դատախազության կողքը մի հատ դալան կար, այդ հրապարակից մի քիչ ներքև այնտեղ մի հատ սաունա կար, հիմնական այնտեղ ես հրամանը ստանում էի Վազգենից, իսկ ինքս խնդիրները դնում էի Սեբաստիա հյուրանոցի Բաղնիքում։ Շատ հետաքրքիր ձև է։ Բաղնիքում մարդը մեր կա ու ինչ-որ բան թաքցնել, լսել շատ դժվար է։ Սեբաստիայի սաունայում հրամանին համապատասխան խնդիր դրվեց Վաղինակին, որ ինքը Բերթաձորի ցանկացած գյուղերից մեկում անտառի եզրին գտնված մի տան հարակից տարածքում պետք է գաղտնի բազայի համար հիմք տներ։ Փորեր զեմլյանկա, 2 խոդով, 2 մուտքով։ Ու մենք արդեն դեկտեմբերի սկզբին պետք է տեղափոխվենք Բերթաձոր։ Բայց 2 օր հետո Վաղինակի գնալուց դուրս ստացանք, որ Վաղինակը չնայած իրան արգելված էր ցանկացած բայց տակնավենյաներին մասնակցելու, ցանկացած մարտի մեջ մտնելու, Բերթաձորի հրամանատարը Անդո էր կարծեմ անունը։ Ինքը տեղյակ էր, միայն ինքն էր տեղյակ, ուրեմն երբ որ հարձակում ա լինում ներքին զորքերի Բերթաձորի վրա բոլոր ուղություններով, այդ ժամանակ այդ տարածքում ներքին զորքերի հրամանատարներ, այդ օպերացիայի ղեկավարը Մալիշև էր կարծեմ ազգանունը, Մալիշկին։ Իր փոխարեն, այդ Անդոյի փոխարեն մնում է հրամանատար Ժաննան, ինքը լինելով անտեղյակ Վաղինակին հանձնարարություն ա տալի եւ Վաղինակը չի կարող հրաժարվի, երևի ամանչելով կամ ինչ-ինչ պատճառով բարձրանում ապուստ մի տղայի հետ, որտեղ ընկնում են այդ ծուղակի մեջ ու երկուսն է սպանվում են։ Ինքը ծանր պահեր, ասենք, վաղուն մեր առաջի զոհներ, առաջի զոհվածը։ Դրա մյուս առավոտ ուղղաթիռով գնում ենք Բերթաձոր, Վազգենը մեր հետ եկավ, ասեց վաղոյի դիակը բերելուց ես պետք է անպայման լինեմ։ Գմեց կարևորություն էր տալի մեր խմբին, գիտակցելով, որ օպերատիվ հետախուզական խումբը շատ հաճախ ավելի լուրջ խնդիրներ կարա լուծի կամ իր փոքրականակ կազմական մի քանի 100 օքեանոց ջոկատ կամ ջոկատների միավորում։ Եկավ Բերթաձոր, մենք վաղոյին վերցրեցինք եւ բերեցինք Երևան։ Ինքը ճիշտ ասած չէի ուզում ասեի, բայց վաղոյի դիակը քրքրած էր։ Ես շատ արագ բարձրացա իր զոհված տեղը, իսկ Երևան ուսումնասիրելու թե ոնց է այդ ամեն ինչ տեղի ունեցել, իսկ հետագայում մորգում վաղոյի դիակը ուսումնասիրելուց ես իմ մատերով հատիկ անցքերը հաշվել եմ 72 անցք կար վաղոյի մարմնին, 72։ Այդ ոնց է ինքը թուրքերին ու իրանց տերերին ռուսական բանակից չայնացրել, որ այդքան իր վրա փամփուշտ են ծախսել։ Հիմա մի հատ ցավոտ բան էլ կա, ինչը մենք շատ մեզի ոչ իրավունք ունենք, ոչ էլ հետագայում ես հետամուտ եմ եղել, շատ չենք երևի ռեկլամել, հա, Բերթաձորում զոհվածների հուշագար կա, որտեղ վաղոյի անունը շեշտված չի։ Ինքը շատ բացասական երևույթ է այդ ամեն ինչ։ Իսկ ինքը առաջի Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր Ղարաբաղում զոհված։ Ինքը առաջինն էր։ Իմ առաջնիկը Վաղինակը, Վաղոյի պատվին։ Զաքարյան Վաղինակի զոհվելը շատ ծանր նստավ, շատ լուրջ հոգեբանական արված էր։ Ինքը շատ կարևոր օղակներից մեկն էր ՀՆԽ-ում, չնայած հիմնադիր անդամ չէր, բայց հիմնադիր անդամից ոչ պակաս կարևոր էր։ Դուք լսեցիք հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը։ Հաշված րոպեներ անց դարձյալ լուրեր։ Այն մասին, թե ինչ էր տեղի ունենում երկրում եւ աշխարհում այն ընթացքում, երբ դուք լսում եք այս հաղորդումը։ Լրատվական ռադիո
FM 106.5